Երկրորդ բանը, որ ասում է, պետք է թողնենք, բարկությունն է։ Բարկությունը։ Թողեք բարկությունը։ Ինձի հաճախ աշակերտներ ունեն, որ ինտերնետի միջոցով իրենց աշակերտում են։ Կամ կոնֆրանս է լինում, ասում են, եղբայր, ես երեխայիս ասում եմ, չի լսում։ Պետք է բարկացած ասեմ, բարձր ձայնով ասեմ, որ լսի։ Այդպիսով ուզում է իրեն բարկությունն ու բարձր ձայնով խոսելն ու բղավելը արտարացնի։ Ասում, սիրելիս, դու երեխայիդ սղալ ես դասերյակում, սղալ բան ես, դու երեխայիդ սովորեցնում ես, որ քանի օրինակ ասում, այս գործը մի անել, լուրջ չվերցնի, այս գործը մի անել, դարձյալ լուրջ, երբ որ բարկացա ու բարձր ձայնով ասեցի, խփեցի սեղանի վրա, այն ժամանակ լսիր ինձի։ Սղալ ուսուցմունք է։ Եվ գիտեք, երբ որ մեկը բարկացած է, որոշումները, որ տալիս է, սղալ որոշում է տալիս։ Մեկը, որ բարկացած է, չի կարողանում ճիշտ մտածի։ Եվ երբեմն սղալները իրեն թույլ տալիս, որ բոլոր կյանքի մեջ զղջում է, եւ երբեմն ազատում չկա։ Դրա համար Աստծո մի բարկանա, եթե ի դեպս բարկացաք, ոչ թե բարկացիր, եթե ի դեպս բարկացար, չմեղանչես։ Ոմանք ես վերցնում են, թե ասո բարկացիր, բայց մի մեղանչել։ Դու բարկացար կմեղանչես։ Եթե բարկացար, մի մեղանչել։ Եվ մի թողնել, որ բարկությունը մինչև երեկո հասնի, որտեղ բարկությունը քեզ մեջ դառնություն է գոյացնում։ Եվ այդ դառնությունը, այդ բարձր ձայնով բղավելը, այդ գործերը, որ անում ես, ավերի չլինելու։ Շինիտ չի։ Աստված չի ուզում, որ մենք բարկանանք բարձր ձայնով եւ վնասենք մեր ընտանիքի մեջ, մեր զավակներին եւ մեր շրջապատին։ Մեկ մարդ նոր մեքենա էր գնել։ Նոր մեքենան բերել էր, դուրի մոտ պահել էր, երեխան դուրս եկավ, սիրեց այդ մեքենան։ Եվ մեքենայի վրա քանդակեց, պապա, ես քեզ սիրում եմ։ Հայրը դուրս եկավ, տեսավ նոր մեքենա առած, տղան փոքր երեխայի այդպես արել, խփավ մուրճով ձեռքերին, պարտավորվեցին երեխայի մատերը կտրել։ Եվ երեխան հիվանդանոցից որ եկավ, նայում էր մատերին, ասաց, պապա, երբ ես մատերից դուրս կգան։ Եվ այդ պատճառ դարձավ, որ այդ հայրը անձնասպանություն կորցի։ Որտեղ ինքը երեխայի մատերին, այ մարդ ախր մեքենա դա կարևոր, թե երեխան։ Բարկության բնական իրեն որոշ դիրքի մեջ այդ գործը չեր անելու։ Բայց երբ որ մենք բարկանում ենք, այդ գործը անում ենք։ Գործեր ենք անում, խոսքեր ենք խոսում, որ սովորական նորմալ ժամանակ չենք անել։ Ես տեսել եմ Հայաստանի մեջ ավելի շատ, մարդիկ շատ լավ մեքենավարություն չեն անում։ Այսպես ծուր ու մուր երթում են, ճանապարհ կտրում են եւ մեքենայի մեջ նստողները բարկանում են։ Բարկանում են եւ խոսք են ասում, հիմար, ապուշ, չգիտեմ, այդպես բաներ ավելի հայհոյում են։ Դե լավ, կինը եւ երեխան, որ մեքենայի մեջ նստած է, ինչ է սովորում իրենց հորիցը։ Այդ անախորժ բառերն է սովորում։ Այնպես որ զգուշ լինենք, չբարկանանք։ Եվ կարող ենք բարկությունը օրհնյալ Սուրբ Հոգու զորությունով այսպես հաղթենք, հաղթահարենք։ Աստված մեզի մեծ զորություն է տվել։ Անգամ ես փոքրությունից մեկ միջավայրի մեջ եմ մեծացել, որ ամենը բարկացկոտ են։ Մայրս, մեծ մամս, քերիս
երբ որ հավաքվում էին 5 րոպեից տո կռիվին տալիս իրար հետ։ Այդպես միջավայրի մեջ մեծ է, ես այդ բարկած կոտ իմ եմ։ Բարկած կոտ իմ և այդ բնավորությունը իմ մեջս այսպես կար։ Հավատքել է որ եկել իմ էլի կար։ Եվ մեր եկեղեցու երիտասարդները բաները ինձանից շատ վախենում էին։ Ալֆրեդը կարող է վկայի։ Շողքս որ տեսնում են այն հերվից ամենամարդ իրեն տեղն է նստում։ Որտեվ ինձանից վախենում էին։ Եվ երեխաներս էին ինձանից վախենում։ Կինս են ինձանից վախենում։ Երեխաներս ինձի պապաջան չին ասում։ Հայրիկ ջան, բառը, ասենք ջանը, չգիտեմ հայերենով, են ջան են ասում, չէ, երեխաներս ինձի չին ասում, որտեղ պարկած կոտ եմ, մինչև որ Տերը խոսեց ինձ հետ, որ դու ինձ ծաղարայում ես մեկ կողմից, մյուս կողմից պարկանում ես, ինչ որ կթել ես, թափում ես, ապաշխարեցիմ, Տեր ապաշխարում է մեղքից։ Բարկությունը մեղք համարեցի։ Մինչև բարկությունը մեղք չհամարես, չես կարող ազատես։ Մեղք համարեցի և խնդրեցի, որ օրհնյալ Սուրբ Հոգին ինձի համբերություն տա, որ կարողանամ մի բաներ, որ ինձի հաճելի չէ, համբերությունով նայեմ և Աստված աղոթքս լսավ։ Աստված աղոթքս լսավ։ Մի քանի ժամանակ առաջ աղջիկս մի բան էր արել, այսպես վնասվել էր, ասամ աղջիկ ջան, բա ինչու նախքան անելը չկար ինձանից խորհուրդ առնես։ Ասա պապա, եթե քեզ ասեմ կբարկանիր։ Ասի կարող ես ասես վերջի անգամ որ ես բարկացամ երբ ա եղել։ Մի քիչ մտածավ, ասավ չեմ հիշում։ Ասում ուրեմն լավ նշան է, որ չես հիշում ես վերջի անգամ երբ ա եղել որ բարկացել եմ։ Եվ փայլիկը կարող է վկայի կինս հիմա Աստծո խոսքին նազանդելով եւ հոգու զորությունը վայելելով ազատվել եմ այդ գերությունից։ Դրա համար Աստծո խոսքը ասում է որ մի բարկանալ որտեղ մեր փառքությունը Աստծո փառքը չի բերում